Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Ներողություն, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր հոգատարության եւ հետաքրքրվածության համար։ Գիտեք, ցանկացած երևի թե հաղորդավարի երազանքը այն, ինչը որ ես վայելել եմ այս 3 օրերի ընթացքում, որ եթեր չէր հեռարձակվում, ասեմ, որ շաբաթ օրը տեղի ունեցավ մի շատ կարևոր միջոցառում իմ եւ Սյոփա Սաֆարյանի եւ մեր ընկերների նախաձեռնությամբ։ Իհարկե դրա մասին մանրամասներ դեռ կխոսենք, հյուր կլինի պարոն Սաֆարյանը, այլ հաղորդումներում նույնպես արդեն կսկսեք տեղեկանալ դրա մասին եւ այդ միջոցառման ընթացքում արդեն իմ հիվանդությունը սկսեց ցույց տալ իրեն, հիվանդացել էի, ջերմություն եւ այլն, լուրջ ինչ-որ բան չկա, բայց այնպես էր, որ չէի կարող գալ աշխատանքի։ Հենց միջոցառման ընթացքից վերջում անգամ չեմ հասցրել մարդկանց հետ, իմ շատ սիրելի ընկերների, քաղաքացիների հետ շփվել, շուտ հասել եմ տուն ու պառկել եմ։ 2 օր առհասարակ չեմ կարողացել հետևել համացանցին, որովհետև չէի կարողանում նայել էկրանին, շատ վատ էի, բայց արագացված sense կուրսերով ոտքի կանգնեցի եւ ամբողջովին իհարկե չեմ ապաքինվել, բայց ընդհանուր առմամբ արդեն հենց հնարավոր եղավ աշխատանքի գալ, այսօր եկա։ Այդ ընթացքում ստացել եմ բազմաթիվ զանգեր, նամակներ, անհանգստանում եք, ինչու չկա հաղորդումը, շատերը արդեն հասկանում էին, որ երևի հիվանդ եմ, առողջություն էին մաղթում, անձնական նամակներով նույնպես, սա իսկապես երազանքը ցանկացած հանրային գործչի համար, սա չգիտեմ, խոնարհվում եմ ձեր առաջ, անչափ շնորհակալություն։ Բայց զուգահեռաբար բնականաբար զարգացել էին ամենատարբեր խոսակցություններ, բամբասանքներ, երևակայական ինչ-որ բաներ, որոնց ես երևի մի օր կանդրադառնամ, դրանք շատ ծիծաղելի են։ Ամեն դեպքում ժպիտ հարուցում էին մոտս, այնուամենայնիվ երեկոյան արդեն YouTube-յան իմ ալիքով ես ամբողջը ասացի, հիմա կարող ենք շարժվել առաջ, ափսոս որ շատ կարևոր բաներ այո բաց թողեցինք, այն որ ասում են երկաթը տակ-տակ են ծեծում, այդքան էլ չհասցրեցինք, բայց միևնույնն է արդեն սկսվել է նախընտրական ընթացքը, շատ ավելի բուռն է դառնում եւ ասելիք դեռ շատ ունենք, խոսելու բան շատ ունենք, անկախ դրանից էլ այլ հարցերի շրջանակներում նույնպես դեռ շատ կխոսենք։ Սա այսքանով։ Հիմա անցնենք առաջ, մենք դարձյալ մեր բնականոն աշխատանքի մեջ ենք եւ գանք մեր Հայաստանում ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, որքանով է այդ կատարվելիքը լուրջ, որքանով անլուրջ, որքանով է դա խելքի ու լուսապսակ ճակատի յուրատեսակ փայլատակում, որքանով է դա տխմար ապուշ մոտեցում եւ այլն, այս ամեն ինչի մասին փորձենք խոսել։ Իսկ այդ ամեն ինչը իրականում կա Հայաստանում, որովհետեւ նայում ես դիսկուրսներ են գնում, առաջին հայացքից ներքաղաքական պրոցեսներ են, բնական ընթացքի մեջ է, աշխարհի բոլոր ընտրություններից առաջ դեռ քարոզ արշավը չսկսած արդեն դիրքավորվում են քաղաքական ուժերը եւ շատ դեպքերում մի քիչ ինվալիդ, հաշմանդամ քաղաքական ուժեր, այսինքն միտքը փոխաբերական իմաստով հասկանում եք երևի, նրանք փորձում են դիրքավորվել ոչ իրենց հաշվին, այլ քաղաքական ուժերի հաշվին, փորձում են կծմծել, բան անել, որ մի քիչ ուշադրություն գրավեն իրենց վրա, բայց ընդհանուր առմամբ նայում ես քաղաքական ասելիքը, որն է խոսույթը, նայում ես, որ ցավոք սրտի բացակայում է։ Եվ տակը գիտեք ինչ է մնում, արձագանքել թե չարձագանքել, եթե իրեն հարգող քաղաքական ուժը փորձում է չարձագանքել, ապա ստեղծում է տպավորություն, որ ուրեմն նրանք ճիշտ են անում, որ կծմծում են, ուրեմն մի բան կա։
երբ որ արձագանքում ես, ստացվում է իջնում ես իրենց մակարդակի, իսկ իրենց մակարդակի իջնել նշանակում է պարտվել, որովհետև իրենց մակարդակը պարտության, ատելության, ստի, թույնի, թարախի մակարդակն է, որտեղ իրանք չեմպիոն են ու այնտեղ անհնար է իրենց առաջարկած խաղի կանոններով իրենց հաղթել, որովհետև պետք է այդքան արժե զրկես քեզ։ Դա մի քիչ հնարավոր չի։ Ուստի մնում է շատ նուրբ եզրագիծը գտնել ու այդ եզրագծով գնալ, երբեմն մի քիչ շատ էս կողմ, մի քիչ շատ են կողմ, բայց գնալ։ Ինչը քաղաքացիների շատերին կամ դուր կգա, կամ դուր չի գա, բայց կոնկրետ տեղերում ընդհանուր առմամբ արդեն քաղաքացիներն էլ կարծես ունեն պատկերացումներ ինչ են անելու, ինչպես են վարվելու, եւ վերջին հարցումները ավելի դրական էին իրական Հայաստանի եւ նրա ապագայի հետ կապված, հա։ Այնուամենայնիվ եղավ այսպեսի մի հայտարարություն, որ Ուժեղ Հայաստանը որպես կուսակցություն գրանցվել է, բան արել, մասնակցելու է ընտրություններին ու գիտեք Հայ ազգային կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը որ քաղաքական ամենախայտառակ տրյուկն էր փորձում իրականացնել, կարծես չստացվեց նրանց համագործակցությունը եւ տակը մնաց պատմությունը, այսինքն մենք մեր իրականության մեջ տեսանք մի բան, որը աշխարհում որևիցե երկրում եթե պատմես չեն հասկանա դու ինչ ես պատմում, մի քաղաքական ուժ ով ներկայացել է ընտրություններին ու ներկայացնում է իր թեկնածուին վարչապետի, գովաբանում էր մյուս քաղաքական ուժի վարչապետի թեկնածուին ու ասում, որ նա կարող է, այսինքն ինքն իր առաջարկածի վրա կասկածում էր։ Հետո երբ որ տեսավ չես տեղից գումարներ չեն գնալու այնտեղ, ինչքան էլ որ գովի, ու քաղաքականությունը որքան էլ եթե անբարոյականներն են զբաղվում անբարոյականությունը, բայց անգամ անբարոյականության մեջ լինում են որոշակի սահմաններ, հա, ու դե որ չստացվեց, մնաց մենակ ու այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը երկնեց, որ կարելի է քաղաքական մի sense շախմատային լուրջ քայլ կատարել եւ հրապարակեց 2013 թվականին արված իր հրապարակումը, հրապարակեց, որը ընթերցելիս հասկանալի է, որ խոսքը վերաբերվում է Պուտին-Փաշինյան հանդիպմանը եւ դրա արձագանքներին, ուզում ես հասկանաս էլի, իսկ պատմության ծալքերը մտնելուց խորքերը, մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով գիտնական է, մատենադարանում է աշխատել, ծանոթ է, գիտի հայոց պատմությանը եւ այլն, չնայած ծանոթ լինել կարելի է տարբեր տեսանկյուններից, իր տեսանկյունը չգիտեմ որն է, այնուամենայնիվ պիտի որ նկատած լինի, որ իր նման մարդիկ մեր պատմության տարբեր ժամանակներում եղել են ցավոք սրտի ու դա տարել է մեր պետությանը դեպի կործանում։ Ես հիմա ընթերցեմ, հերթով կգնանք, հա, մի քանի, որովհետեւ ուժեր կան, որ ներկայացրել են իրենց առաջին թեկնածուներին արդեն եւ այլն։ Ուրեմն ասում է, մեր կալիբրի որևէ երկրի ղեկավար չպետք է ավելին իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին մի այլ բան, ու այդ խորամանկ քաղաքականության շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության։ Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները։ Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել, հետևաբար փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն։ Վերջիններիս կողմից նման վարքագծին անպայման կգնահատվի եւ եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի։ Մի խոսքով ժողովրդական լեզվով ասած, որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր պուճուր հալով
երկու լարի վրա խաղալով կարող է աշխարհի մեծերին ֆռռացնել։ Այդ լարերից մեկը, իսկ երբեմն երկուսն էլ վերջ ու վերջո անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին։ Տեսեք, այստեղ օգտագործում է միտքը Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երբ որ կարդում ես, ասում ես դե հա դե տենց կարա լինի, էլի տենց է, էլի։ Իսկապես մեծ երկրները ունեն ուժեղ արտաքին հետախուզություն եւ այլն, ու դու պետքա տենց խաղեր չտաս, էլի քո փոքր հալով։ Նոր ասում ոնց որ դե ճիշտ բան ասում, չֆռռացնես բան։ Բայց սրա ամենասարսափելի մասը այլ տեղ է թաքնված։ Այսինքն ձեզ ավելի հասկանալի իբր լեզվով բան է ասում, որ ճիշտ խոսող մարդու տպավորություն թողնի, իսկ իրականում ինչ է ասում։ Իրականում նա սա մեր հանրության համար չի ասում։ Սա ասում է այլ հանրության եւ այլ ուժերի համար, որ այդ ձեզ ֆռռացնում են այստեղ։ Այստեղ դանոս է տալիս Հայաստանի եւ այս պայի դրությամբ գործող իշխանությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ դանոս տալ գործող իշխանության դեմ նշանակում է դանոս տալ Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա KGB-շնիկի գրառում է, կոնկրետ KGB-շնիկի գրառում։ KGB-շնիկը չի էլ կարա ուրիշ ձև գրի, հենց սենց է գրում, դանոս է տալիս որ Հայաստանը ձեզ ֆռռացնում է։ Կներես Լևոն Տեր-Պետրոսյան, իսկ դու ում էիր ֆռռացնում, երբ անկախություն էին քրճակում, ցավոք դու դրա մեջ էիր, այո, ներդրել էին քեզ, որովհետև անկախությունը անխուսափելի էր։ Գիտեք, անկախությունը դա բացարձակ արժեք է, դա չի քննարկվում, բայց երբ որ փլուզվում էր կայսրությունը, խորհրդային միություն կոչված կայսրությունը, բոլոր երկրները անկախացան։ Հասկանում եք, այստեղ որևիցե մեկը չնվաճեց իր անկախությունը, կամ համենայն դեպս նվաճել բառի այն իմաստով, որը որ պատկերացնում ենք խորհրդային միությունից։ Այո, մեր պարագայում ցավոք սրտի առաջ բերվեցին հարցեր, Արցախյան հիմնախնդիր եւ այլն, որոնք որ բարդացրին մեր դրությունը անկախացման ճանապարհին եւ մեզ վրա թերևս ամենաթանկը նստեց դա եւ դու դրանից հետո ինքդ ներկանալով իբր ջատագով իբր անգամ արևմտամետ որոշ դեպքեր ֆռացիր, բերեցիր, մցրեցիր ԱՊՀ Հայաստանին։ Էդի ինչն էր, դու ում էիր ֆռացնում, հայ ժողովրդին։ Դու որպեսի հանկարծ դուրս չգաս քո երևակայական շեֆերի դեմ, մեծ, չգիտեմ ինչերի դեմ, դու խաբեցիր սեփական ժողովրդին։ Ու դու մի անգամ չես խաբել սեփական ժողովրդին։ Եվ գիտես, այլ բան է, երբ որ քաղաքական մի հատ գործիչ կխաբի սեփական ժողովրդին, դա այլ հետևանք է ունենում։ Եվ այլ բան է, երբ որ պետության ղեկավարն է խաբում սեփական ժողովրդին։ Ի տարբերություն քեզ, տես, ասենք, էլի համահայկական զարթոնք էր, էլի Արցախյան հարց կար եւ այլն, ու այդ ամեն ինչի էյֆորիայի ֆոնին դու եկար, բայց ի տարբերություն քեզ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին հեղափոխությունով երբ որ եկավ, նա ինչ որ ասում էր անկեղծ էր ասում, ուղիղ ասում էր, եւ այո, երբ որ 20 թվականին եղավ պատերազմը ու հետ պատերազմյան իրավիճակները եւ հետ պատերազմյան տարիները եւ նա սկսում էր հասկանալ, որ 18-ին ոնց որ թե ինքը սխալ պատկերացում է ունեցել, նա ոչ թե փորձեց արդարացնել իր սխալ պատկերացումները ու դարձնել դրանք ճիշտ, այլ վեր կացավ ու ի հեճուկս քեզ ու քեզ նմաններին ասեց, այո ժողովուրդ, ես ոնց որ սխալվել եմ, ես ոնց որ սխալ պատկերացումներ եմ ունեցել։ Նա անգամ այդտեղ ազնիվ գտնվեց։ Եվ գիտես ինչ, մինչև հիմա է նա դա անում։ Եվ դա է պատճառը, որ անգամ այդ սխալներին, վրիպումներում, երբեմն ընդհուպ մինչև աններելի քայլերն առաջին հայացքից, բայց նա կարողանում է ընկալի դա, գնահատական տա, ինքնագնահատական տա, ինքնակննադատական անգամ տեքստով հանդես գա, հարկ եղած դեպքում էլ
Չի զլանում ասի ներողություն, ասում հա, օքեյ, սխալվեցի, մերսի որ ասեցիք, այո, սխալվել եմ, ընդունում եմ։ Բայց ձեզանից որևիցե մեկը, ոչ դու, ոչ Քոչարյան Ռոբերտը, ոչ Սարգսյան Սերժը աշխարհի վատությունն է կարել մեր ժողովրդին ու մեր պետությանը, շարք թվարկելը անհնար է այդքան, ու որևիցե մեկը դեռ ներողություն չեք ասել։ Մի հատիկ, մի բանի համար գոնե դրանց այդ միլիոնավոր արածներից մի բանի համար ներողություն դեռ չեք ասել։ Այ այստեղ է խզումը ժողովուրդ եւ ղեկավարություն իրականանում։ Այ հենց այստեղ խզումն է լինում։ Եվ դուք հիմա խռոված եք մեր ժողովրդի վրա։ Փոխանակ եւ ժողովուրդն էլ այո չի սիրում ու չի ընդունում ձեզ։ Ու դա ամենանորմալ բանն է, որ գոյություն ունի, դա ատելության մթնոլորտ չի։ Դա ատելության մթնոլորտ չի, դա գործողությունների տրամաբանական հետևանք է։ Իսկ ժողովրդավար երկրներում, այ դուք սաղդ ոնց որ բոլորը փորձեր ունեք, բան տենց դուք խոսում եք ժողովրդավարությունից ժողովրդավարության անուն եք տալիս, բայց ժողովրդավարության հիմնական սկզբունքը հենց դա է, որ ժողովուրդ իշխանություն կապը չպիտի խզվի։ Դուք խզում եք առաջացրել, խաբել եք, հետևողական չեք եղել ու հետո ներողություն չեք ասել։ Հիմա դուք որքան ում մեղադրեք, հանրությունը ձեզ չի ընկալում, չի ընդունում լուրջ։ Հիմա դուք ստեղ խոսում եք ֆռացնելուց, ում եք ասում սա։ Սա ուզում եք ասեք, որ այս գրառումը իմ համար է, որ ես կարդամ ու ասեմ Փաշինյանը փաստորեն ֆռացնում է երկու բևեռներին ու ինքը փորձում է այդ երկու գերտերություններին, չգիտեմ ինչ անի, որ ինքը հետո ինչ անի։ Ու գիտեք ինչ, եթե անգամ ֆռացու, մեր պատմության մեջ շատ է եղել դեպքեր, որ ստացվել է նաև ձեր ասած ֆռացնելը։ Ու գերտերությունների եւ հաջող տակից դուրս գալը։ Շատ է եղել տես դեպքեր։ Բայց եղել են նաև ձեր նման դանոց տվողներ։ Ձեզ նման դանոց տվողներ են հայտնվել։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանին չի վերաբերվում։ Հիմա այս տեքստը կարդացինք, բայց սա գաղափարական խնդիր է։ Գիտեք, իմ ամենասիրելի դրվագներից ամենաթարմ, հա, մեր օրերին մոտ 300 տարի առաջ, մոտ չէ, հենց ուղիղ 300 տարի առաջ, 1720-27 թվականները միջև, Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ, ուրեմն ոչ մի տեղից, ոչ մի բանից ազատագրվեց Սյունիքի մարզը։ Եվ ոչ միայն ազատագրվեց Սյունիքի մարզը, եղավ հայ պարսկական կռիվներ, պատերազմներ, հայ-թուրքական պատերազմներ, դա Ռուսաստանը խոսքեր պիտի տվել գար, այս ամեն ինչի ֆոնին իմիջայլոց Դավիթ Բեկի հետ կապված շնորհակալություն մեր հեռուստադիտողին նախորդ անգամ ինձ շտկելու համար մի բան ասեց, որ ես իհարկե ընդունում եմ դա, բայց անգամ դա համարել ինֆորմացիա, դա կենսագրություն կարելի ասել, բայց ինֆորմացիա ասել նրա մասին մի քիչ բարդ է, բայց կենսագրության մասով շնորհակալություն ուղղություն ցույց տալու համար։ Ուրեմն ու այս ամեն ինչի մեջ գերտերությունների մասին ենք խոսում։ Միած Սյունիքի մարզ, երկու գերտերություն ու հայերը այստեղ երկուսին նյարդայնացնում են։ Արդյունքում ինչ պոկեցին։ Պոկեցին դրամ կտրելու իրավունք։ Սա գիտեք ինչ է, սա անկախությունն է։ Այդ ժամանակվա ընկալումով, ընդ որում առանց երաշխավորների, անկախությունն է։ Ու այնտեղ էլի հայտնվեցին ձեր քո նմանները, Լևոն, պապի, լավ, սենց ասեմ, ամեն դեպքում տարիքա
հարգելով քաղաքական գործունեությունը չհարգելով միևնույն անկախ քո ձեռքբերումներից, որովհետև այդ ձեռքբերումները չեն կիրառվել Հայաստանի Հանրապետության շահերի օգտին առնվազն երկարաժամկետ բանով։ Դու ձախողակ ես։ Այդպիսի մարդիկ հայտնվեցին, ովքեր ավելին չաջակցեցին, ավելին չարեցին, ովքեր ներկայացրեցին իրենց պրինտեզիաները, արագ որոշեցին այդ հաղթանակի մասնաբաժինը ունենալ։ Գիտես, այսպես բաներ տեղի ունեցավ։ Դե Մխիթար Սպարապետի ճակատագրի մասին առհասարակ չխոսենք, դա մի առանձին խայտառակեջ է, որի մասին նույնպես այսօր տեսնում ենք։ Դա ամենաթարմ բանն եմ ես ասում, իսկ եթե իջնենք պատմության խորքերը եւ շերտերի մեջ, որովհետեւ միայն արքայական կամ իշխանական կամ մելիքական տներում չէ, անգամ տեղական այսօրվա խոսքով ասած որոշակի ինքնակառավարման մարմիններում, նահանգներում եւ այլն, մշտապես է սրանք եղել։ Պատմել թշնամուն, որ այստեղ ֆռացնում են ու դուրս գալ լավամարդ։ Սա կեղտոտ հայի տեսակն է, կարճ դադար բեր եթերում։ Վերադառնանք սիրելի այրնակիցներ, ու գիտեք, որ սենց նայում ես, համտածում ես, լավ, իսկ ինչի է անընդհատ սա կրկնվում, որովհետև մեզ չեն ցանկանում թույլ տալ ունենալ համընդհանուր նպատակներ, լավ գոնե մեկ նպատակ առնվազն, բայց դա լինի համընդհանուր, ընկալելի, ըմբռնելի եւ ընդունելի նպատակ, հիմա առաջարկը կա, առաջարկը այսօրվա դրությամբ կա, դուրս գալ այդ պատմական ցիկլից, չմտնել նույն տրամաբանությունների, նույն հաշվարկների շրջանակների մեջ, դուրս գալ, կպնել մի հատ հողին, ասել սա իմն է, սա իրականություն է, իրական է, ու ինչ որ պետք է սա շենացնելու, ամրացնելու համար, ես պատրաստ եմ ներդնել, իմ սերունդը, իմ որդին պատրաստ պիտի լինի ներդնել, ես պիտի ունենամ այդպիսի զավակներ, եւ պիտի ունենամ այդպիսի թոռներ, այս ուղղությամբ պիտի գնանք, չէ դարձյալ, մի րոպե, բայց մենք ունեցել ենք ու գնաց, գիտենք ինչեր ենք ունեցել, շատ բաներ ենք ունեցել, շատ դեպքերում էլ ոչինչ չենք ունեցել, դա էլ, երբ որ, գիտեք, Ներսոյի Ղարաբաղնիցն է դառնում, էլի, որ ասում է, քանի հիվանդա, ասում են, արի շոքե բաղնից անենք, գիտես, այս ինչն է բուժվելը տենց, այն ինչն է բուժվելը տենց, նստում մարդուն խեղդում են, մեկ էլ ասում են, դե գիտես, այս ինչն էլ մեռավ դրանից, այն ինչն էլ մեռավ դրանից։ Հիմա բոլոր խոսում են, երբ որ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունից ու նրա տարածքներից, որն է պետությունը, մեր պետության տարածքը որն է, բա մի րոպե, բա էս էլ է մեր եղել, այն էլ է մեր եղել, այն էլ է մեր եղել։ Կներեք, իսկ կարող է նստեմ ես ձեզ ժամանակներ ցույց տամ, որ ոչինչ մերը չի եղել։ Իսկ ինչ եթե աշխարհն էլ հանկարծ այտենց է հակադարձում մեզ։ Կարող եք մտնել այդ դաշտ եւ եղածնել կորցնել, կոնին եղածը պիտի դրվի։ Համաձայն է հայ ժողովուրդը սրան, թե ոչ։ Ու սա պտտվում է, այսօրվա ամբողջ բոլոր քարոզարշավները այ սրա մասին են։ Մի հատվածը ասում է, պետքա դնել կոնին։ Չնայած, նրանք ի սկզբանե ստում են, որովհետև իրենք խաղացող չեն։ Իրենք ուղարկված են իբր որպես խաղացող։ Մյուս հատվածը ասում է, լսեք, դողում եմ, ես չեմ խաղում այդ խաղը։ Իմ պետության վրա չեմ խաղում ես։ Ու վերջ, դա խաղալու համար չի։ Սա է պտտվում պարզապես։ Բոլորի խոսույթներում, որ նայեք կտեսնեք։ Նայում եմ Նարեկը Կարապետյան ինչ-որ զրույց են ասում, մեր տերն ով է ասում, մարդը տեր է փնտրում։ Արա, այ ախպեր ջան։ Եթե քեզ անտեր է զգում ներողություն, բայց
բայց դուք եք ներկայանում ուժեղ, գոնե դուք ձեր ուժերին հավատացեք, այ մարդ, մեզ մի խաբեք, մի ուրիշ բան հավատացեք, մենք մեր ուժն էլ գիտենք, չափսն էլ, քանակն էլ, թիվն էլ, ամեն ինչն էլ, մնացածը դուք իմացեք, դուք սկի ձեր վրա վստահ չեք։ Չէ, մենք, դուք ուժեղ վախկոտներ եք, ուժեղ վախկոտներ, դուք վախենում եք ձեր թշնամիներից, ես երեք սրա մասին YouTube-յան եթերում խոսել եմ։ Այո, պրոռուսական բոլոր ուժերը, բոլոր նրանք, ովքեր 5-6 տարի է կեղտոտ արշավ են անում, շատ երբեմն, շատ դեպքերում իրենց կարծիքով իշխանությանն են դեմոնիզացնում, բայց իրականում պետությանն են հարվածում, այս ուժերը, բոլորը, անխտիր բոլորը, վախենում են թշնամուց։ Ես բառացի բան եմ ասում։ Այ դրա համար են իրենք թշնամի փորձում ընկալել Փաշինյանին, որովհետև այդպես հարմար է։ Իրենք ուզում են թշնամի ընկալել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ 21 թվականին ձայն տվեցին Փաշինյանին։ Իրենք թշնամի են ընկալում այս ամբողջը, որովհետև այդպես հարմար է, այդպես վախենալու չի։ Այդպես իրենց չեն սատկացնի, ոչինչ չեն անի։ Բայց իրենք Ալիևից վախենում են, երբ որ ասում ես բա Ալիևը, ասում է դե այդտեղ միջնորդ է, Ռուսաստանին կասենք խոսի, ինչի։ Ինչի։ Վախենում ես։ Վախենում ես, որ հանկարծ կարող է քեզ Ալիևը տենա երջանիկ աղբորը գտած մարդու նման փաթաթվի շնորհակալություն հայտնի, բոլորս տեսնենք դա։ Դուք վախենում եք։ Դուք վախենում եք դրա մասին մտածեք։ Դուք վախենում եք, ասեք Ալիևը հարձակվեց Արցախի վրա, Ալիևը հրահրեց պատերազմ, Ալիևը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, Ադրբեջանը։ Դուք վախենում եք դրանից, դրա համար դուք ասում եք Նիկոլը հրահրեց այդ հարձակումը, բանը, այսօրվա իշխանությունները հանձնեցին, Ադրբեջանը չգրավեց, իրենք հանձնեցին, այս է տրամաբանությունը որտեղ են բերում, որովհետև վախենում եք։ Ու ձեր վախերը դուք ցույց եք տվել նաև ձեր կառավարման շրջանում։ Ինչու է ռազմական բալանսը խախտված եղել այդքան, ինչի ենք մենք 280-300 միլիոնի ընդամենը զենք գնում, են էլ զենքը մի քիչ դժվար է դրանց զենք ասել, հա, իսկ միլիարդավոր գնումների Ալիևը, որովհետև դուք վախենում եք ավելին գնել։ Այսքան բան։ Են թալան, մալան, դրանք ուրիշ խոսակցություններ են, ուրիշ բանի մասին են։ Իրականում դա ձեր վախերն են։ Եվ այո, թալանը նույնպես ձեր վախերի մասին է։ Թալանը ձեր վախերի մասին է։ Վախեցել եք, որ կարող է ոչինչ չհասցնեք, ուրեմն քանի կարա գոնե թալանենք։ Դուք վախեցել եք գործ անեք։ Դուք վախեցել եք պետություն ներկայացնեք։ Դրա համար եք պետությունը տարել դրել մի հատ ուրիշ պետության զամբյուղի մեջ, որ հանկարծ պատասխանատվությունը ձեր վրա չմնա։ Դուք վախեցել ու դուք վախկոտներ եք, հասկանում եք։ Ու այդպես ձեզ դուխ են տվել, հիմա դուք եկեք ինչ-որ թպրտում եք այստեղ այնտեղ։ Եվ դա էլ է ժամանակավոր լինելու, եւ այո, եթե ես իշխանություններին ունեմ մի քանի ուղղություններով քննադատելու ամբողջ բոլոր իրավունքները, որոնք որ այս ընթացքում չեմ անելու այլևս։ Հենց դիտավորյալ էլ չեմ անելու, հա։ Մի բան էլ երես եմ տալու, եթե ուզում եք իմանալ, որովհետեւ իմ պետության մասին է ինչ որ գնում է հիմա։ Բայց եթե կա մեղադրելու մի տեղերից գոնե մեկը, այդ մեկը դատա իրավական համակարգն է ու ձեր այսօրվա փողոցում քայլելը։ Ձեզ նման օտարահպատակ վախկոտները, հակապետական տարրերը պիտի լինեին վանդակներում, պաշտպանված բոլորից։ Պաշտպանված բոլորից։ Որը որ պիտի իրականացնել ու պարտավորություն ուներ իրականացնել իշխանությունը ու չի արել։ Եվ կադր չկա, ասվածի տակ սվաղվել է այդ ամբողջը։ Կադր չկա, նու ինչ որ կա, լավ սկզբունքայնություն, այսքան կադրեր կան, որպեսի ձեզ արդարացնեն, բայց կադրեր չկան, որպեսի սրանց նստասը, քեզի բան։
Ես այդ խոսույթին էլ ես հասկանում եմ, խորապես եմ հասկանում։ Դրա համար իմ շատ չեմ մարանում։ Այո, խնդիրներ ունենք կադրային։ Բայց կներեք, մյուս կողմից սկզբունքայնության հարց կա եւ ռեսուրսների ճիշտ կիրառման հարց կա։ Եվ եթե ռեսուրսները ճիշտ կիրառվեին, վստահ եղեք այն նույն կադրերը, ովքեր ամեն գնով փորձում են արդարացնեն, ամեն գնով կնստացնեին։ Սա է։ Ու այս վախկոտները, օգտվելով նրանից, որ Հայաստանում ժողովրդավարություն է, թշնամի գտնում են, փնտրել ու գտնում են Հայաստանում։ Դրա համար են Հայաստանում հայ-թուրք անում։ Իրենք ուզում են հավատան, որ այսքան մի 6-700 հազար թուրք կա Հայաստանում, սենց իրենց ընկալումը տենց է։ Ու իրանք պայքարի մեջ են թուրքերի հետ։ Որովհետև իրական թուրքերին, եթե մոտիկից տենան, խարապ կլինեն։ Նրանք մոտիկից թշնամի չեն տեսել։ Մեկը կարա ինձ հիմնավոր, մի հատ ասի, մի հոգի կա աշխարհում, որ կարասի ես Ռոբերտ Քոչարյանի հետ զենքը ձեռս էսիշ ծմակում եմ եղել։ Հաղթանակած նախագահ, ի՞նչ է արել ո՞նց է հաղթանակել, կարող ենք իմանալ։ Ի՞նչն է հաղթանակել։ Նրան հաղթանակած նախագահ կարող են համարել միայն այն մարդիկ, ովքեր Արցախյան ազատամարտի հետ որևիցե առնչություն չեն ունեցել։ Կամ ունեցել են խիստ կասկածելի առնչություններ։ Շատ ասելով չի, իրանք գիտեն մի 20 տարի, որ իրանք են եղել խապելով սերունդ են մեծացել, ուրեմն ուղեղները հասրել են լվանալ։ Ոչ, սխալվում եք։ Սխալվում եք, դուք ինչպես վախկոտ եղել եք, տենց վախկոտ էլ մնում եք։ Այդ դու են վախկոտն ես, որ սադարակում կանգնած ուտում էիր այն, ինչ որ քեզ առաջարկում էր Հեյդար Ալիևը դեռևս։ Դուք են վախկոտներն եք, որ չեք կարողանում ասել, դրել բան, Պուտինի մասին են խոսում։ Պուտինը գնացել էր չոքել Հեյդար Ալիևի գերեզմանի դեմը շիրմաքարներ համբուրում, պաչում։ Դուք եկել եք ստեղ ինչեր եք խոսում։ Գիտեք, կարող է դա անում էր իր երկրի համար, ինչ-որ մի բանի համար։ Դա իր գործն է։ Բայց գալ ներկայացնել նրանց բանը այստեղ կներեք մեծ կապեք ձեր գործերին, հա, ինչպես ասում են։ Ու հերիքա լոլոներ կարդակ գլխներից։ Մենք ուժեղ ենք ուժեղ Նարեկ Կարապետյանը, տեսեք, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Յոհաննիսյանը գրել է. Քիչ առաջ ավարտվեց ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որի մասին զարմանալիորեն որևէ հրապարակային ինֆո չկար։ Եթե չկար եւ որին ԶԼՄ-ները եթեր չկար եւ որին ԶԼՄ-ները հրավիրված չէին։ Ընդ որում այդ համագումարը տեղի ունեցավ ոչ այն ժամին, որը հրապարակվել էր ազդարար կայքով, իսկ ներսում հայտարարվեց, որ այն փակ համագումար է։ Այդուհանդերձ անկախ դիտորդ դաշինքի ինլայնված երկարաժամկետ առաքելությունը հաջողացրել է դիտարկել գաղտնի համագումարը, քանի որ մեզանից ոչինչ թաքցնել չի լինի, մենք բոլոր ուժերի համագումարներն էլ դիտարկում ենք։ Մենք չեմ հասկանում, թե որն է փակ համագումար անելու իմաստը, իրոք չեմ հասկանում։ Հետգրություն, քանի որ հրապարակային ինֆո չկա, ես հրապարակեմ, որ հաստատեցին ցուցակի առաջին 30 տեխնացուներին։ Առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան։ Հիմա ինչի համար ցանկարտացի։ Նայում ես կուսակցության անունը, ուժեղ Հայաստան։ Առավոտից երեկո իրենց անդամները Նիկոլ, Վախմես, Ալեն, Վախմես, Ռոբինյան, մի վախի, սենց բաներ են անում։ Իրանց սեփական վախերը տենց են իրանց միջից հանում։ Հիմա շատ ուժեղներ, բանակից թռածներ,
Մի խոսքով հարց ինչի է ձեր առաջին համար Նարեկ Կարապետյանը 5 տարի 5 ամիս առնվազն վախենում ասի որ առաջի համար ինքն է վարչապետի տեխնացուն ինքն է Խիակցում հոպարի վրա շարը Խի Հա բոլորս գիտենք հոպարի բալենա Հոպարի անվան տակա շոշոպի տակա դարձել Նարեկ Կարապետյան սա բոլորս գիտենք Ինչի համար էր խուսափում ասել որ առաջին համարը ես եմ Այսինքն վարչապետի տեխնացուն ես եմ Իսկ Սամվել Կարապետյանը նախընտրական խոստում է ոչ թե վարչապետի տեխնացու Ասեմ սենց ժողովուրդ ջան Ինչ են ասում չէ ինքն է լինելու հաջորդ վարչապետը Սամվել ասում ես հա ո՞նց է լինելու լավ վերջացավ ընտրությունը նախագահը ստորագրեց ասենք թե ձեր առաջի համարն էլ բանն է արդեն всё վարչապետն է հա այդ նիստը որ պիտի լինի որ դուք համանadrական կարգ տապալեք որպեսզի Սամվել Կարապետյանին զորով բերեք կողեք մցնեք դարձնեք վարչապետ միևնույն է այդ process-ի ընթացքում պետությունում վարչապետ կա ու դա Նարեկն է լինում փաստորեն չէ զորբայությունը չէ մենք ուժեղ ենք հա հանգստացի մի գրմռա մի կծի բայց սենց է չէ մեծ իրավաբանները ասել են մեզ իրավաբանները ասել են, մեզ իզրայելցի գեներալը ասել է, մեզ հույն չգիտեմ ինչը ասել է, մեզ Ամստերդամը են բան Ռոբերտ եսիմ ինչը ասել, մյուսը եսիմ ինչը ասել, ախպեր դուք մեծ ձեր խելքով, ուժեղներ ջան, ուժեղ վաղկոտներ ջան, ես ինչ է, Բա հիմա ո՞նց է դառնում ցուցակում առաջի համար, այսինքն վարչապետի տեխնացուն Նարեկ Կարապետյան, որովհետև Սամվել Կարապետյանը ընդամենը նախընտրական խոստում է, ոչ թե վարչապետի տեխնացու։ Օրինակ, ասենք թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայանում է։ Ասում է Ժողովուրդ ջան, սա մեր նախընտրական ծրագիրն է։ Մեր ընտրվելու պարագայում արել ենք, անցյալ անգամ խոստացել ենք այսքան բան, արել ենք այսքանը։ Հիմա խոստանում ենք անենք այսքան բան, անելու ձևերը հետևյալն են։ Սա պատկերացնում ենք այսպես, այն պատկերացնում ենք այնպես։ Հանրությունը լսում է, բրավո, անցի ես կողմ, մյուսը։ Գալիս է օրինակ, Հանրապետություն կուսակցությունը, Արամ Սարգսյան։ Ժողովուրդ ջան, Բաքուր քաղաքականությունն է վարում։ Օրինակ, ջրային ռեսուրսների մասով կառավարումը մենք պատկերացնում ենք այսպեսին, որովհետև դա այս տվյալները ունենք, այս մյուս տվյալները, այս էլ թե ինչպես ենք պատկերացնում։ Չգիտեմ, հանք արդյունաբերության ոլորտում պատկերացնում ենք այսպես, հստակ ասում են։ Ինչ եւ ինչպես։ Հանրությունը շնորհակալություն, անցանք մյուսին։ Ուժեղ Հայաստան։ Ժողովուրդ ջան, մենք որ ընտրվենք, բան ենք անելու։ Սամվել Կարապետյանին բերելու ենք ձեր գլխին վարչապետ կարգենք։ Սա նախընտրական խոսումն է։ Ձեր ծրագիրն է։ Այսքան էլ մարդը մեկը ասում է 10 կիլոմետր կոյուղագիծ կքաշեմ, մյուսը ասում է հանքարդյունաբերություն կզարգացնեմ, դուք ասում եք Սամվել Կարապետյանին կբերենք, այն մյուսը ասում է, չգիտեմ, Արցախն եմ հետ բերելու, բայց հետո էլ ասում է, չէ, դա դժվար է, եկեք խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն, մի խոսքով, ինչ ուզում խոսում են, դա դրանք դաշնակներն են, միշտ էլ տենց եղել, ինչ ուզում խոսել են։ Հասկանում եք, տրամաբանությունը, ստեղ քաղաքականությունը հետ նահանջ է ապրում։ Մի հասարակ բանի համար, որ դաշտում քաղաքական բանը գործոններ կան, բաներ կան, խմբեր կան, եւ կան բևեռականացում ոչ թե այլ քաղաքական, այլ հայացքներ ունեցող քաղաքական ուժերի, այլ ոչ քաղաքական ուժերի միջև, ագենտների մեջ, չեկիստների մեջ։ Այստեղ է։ Այստեղ քաղաքականությամբ զբաղվող դասական քաղաքականություն առաջ տանում, մեկը մի քիչ ուժեղ, մեկը մի քիչ թույլ, եւ այստեղ ենթակա, համակարգի ենթականեր։ Ես շեֆ, դա շեֆ, բուջետ շեֆ։
Всё։ Քաղաքական միտք չենք լսում։ Որ գանք սա ենք անել, ասում ես ո՞նց, ասում 300,000 աշխատատեղ ենք բացում, ո՞նց։ Կբացենք կտեսնենք, այ օրինակ սրբիչի գործան ենք, ախպեր 300,000 աշխատատեղ է ասեմ, մի րոպե, սրբիչի գործանը մի կողմ, ո՞նց։ Ինչ ուզում խոսում են։ Որովհետև հրահանգ կա, ոնց ուզում եք արեք։ Սա է։ Եվ լավ, այստեղից մեկնարկը գնաց, ժողովուրդ ջան, վաղը կշարունակենք, այս քաղաքական բաների մեջ շատ պետք չի խորանալ, չգիտես ինչերի մեջ, որովհետև ամեն ինչ շատ պարզ է։ Ամեն ինչ անգամ ոչ միայն պարզ է եւ ընկալելի եւ տեսանելի, այլ նաեւ շոշափելի է։ Այնպես որ ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու եւ վերջում Նարեկ Կարապետյանին մեր շատ ուժը ասեմ հետեւյալը, երբ որ մեր պետության ղեկավարին ասում ես այն ցիլոյով մարդը, թույլ տուր որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ասեմ հետեւյալը. մարդ ավելի լավ է ցիլոյով մարդ կոչվի, քան առանց ֆուրաշկա չեկիստ։ Եթերում Ազատ Շփումներ, կհանդիպենք։